18-րդ դարում մի հայրապետ ենք ունեցել, անունը Ղազար Ջահկեցի։ Ղազար Ջահկեցին ինքն իրեն համարում է Սուրբ Գրիգոր Տաթևացու աշակերտ։ Դուք գիտեք, որ Սուրբ Գրիգոր Տաթևացին եւ Հովհաննես Որոտնեցին մեծ պայքար են մղել միարարական շարժման դեմ։ Միարարական ունիթորությունը, միարարությունը ինչ էր ասում, մի ինչ որ մեծ շարժում էր, որ ուզում էր հայոց եկեղեցին միացնել կաթոլիկ եկեղեցուն։ Եվ Սուրբ Գրիգոր Տաթևացին եւ Հովհաննես Որոտնեցին այդ միարարական շարժման դեմ մեծ պայքար են մղում եւ իրապես կարողանում են հայոց եկեղեցին մաքրել միարարներից։ Հիմա Ղազար Ջահկեցին իրեն ինքն էլ համարում է իրեն Սուրբ Գրիգոր Տաթևացու աշակերտ։ 1770-ական թվականներին ենք կաթողիկոս եղել, Տաթևացին 1409-ին է մահացել։ Եվ Ղազար Ջահկեցին հետաքրքիր մի դրախտ ցանկալի գրքի մեջ երկու հոդվածաշարեր ունի։ Վերաբերվում է հայոց եկեղեցու աղոթքներին եւ համեմատություն է անում կաթոլիկ եկեղեցու աղոթքներին։ Օրինակ, մենք ունենք աղոթք նվիրված Սուրբ Աստվածածնին։ Մենք ինչպես ենք դիմում։ Ընկնում ենք քո առջև Սուրբ Աստվածածին եւ աղաչում ենք անարատ կույսիդ, բարեխոսիր մեզ համար, փրկել մեզ բոլոր փորձություններից եւ վտանգներից։ Եվ այս աղոթքը դրնելուց հետո զուգահեռ դնում է, ասենք, կաթոլիկ եկեղեցու աղոթք։ Իրենց մոտ ինչպես է։ Ողջույն քեզ Մարիամ, ով շնորհընկալ Տերը քեզ հետ է։ Տես ինչպես ենք մենք դիմում Աստվածածնին։ Էլի մեզ համար մեր մտերիմ սիրասուն մայրն է, Մովսես Խորենացին, շատ չես կարող հասարակեցնել։ Ողջույն քեզ Մարիամ, մենք չենք կարող աղոթքի մեջ այսպես դիմել Մարիամ Աստվածածին, չէ։ Մեզ համար ընկնում ենք քո առջև Սուրբ Աստվածածին, աղաչում ենք կամ նարեկացու նման եւ արդի վերահսքանյաց սահատության, ծահարկու ստաբեկության, սպակության ուղական սաստկության, նարեկացին է։ Այսինքն դիմելաձևը շատ կարևոր է։ Էլի մտերմությունը մենք ապահովում ենք, բայց աղոթքը պետք է հստակ լինի։ Նույնն էլ Քրիստոսին Ղազար Ջահկեցին ասում է, անգամ Պիղատոսը, երբ որ Քրիստոսին էր դիմում, ասում էր Հիսուսը, որ կոչվում է Քրիստոս, անգամ Պիղատոսը միայն Հիսուս չասեց, ասեց Հիսուսը, որ կոչվում է Քրիստոս։ Քրիստոս, Հիսուս ասեց, Հիսուս Քրիստոս, Տեր Հիսուս Քրիստոս։ Հասկանում եք, աղոթքը էլի եմ մենք մտերիմ ենք, հարազատ ենք մեզ համար մեր Տերը Հիսուս Քրիստոս, մեր հոգում, մտքում, սրտի մեջ է, բայց մեզ համար Տեր է եւ Աստված է։ Այսինքն այս սուբորդինացիան պետք է պահվի անպայման, թե չէ մենք աղանդավոր կնենք։ Հիսուս ջան, ցավը տանեմ, դες բաներ չկա։ Անպայման։